մեզ թվացած 2018-ից հետո փակված ընտրակաշառքի էջը որոշ ուժեր փորձ արեցին վերակենդանացնելու։ Փորձ արեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճակատին նորից գնապիտակ փակցնելու։ Փորձ արեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արժանապատվությունը գնելու։ Նրանց դա հաջողվեց անել ընդամենը մասամբ, որովհետև նրանց վերջնական պլանում ու կամ առնվազն նրանց կողմից ծախսված փողերի քանակը նայելով ակնհայտ է, որ նրանց ախորժակը շատ ավելի մեծ էր։ Սիրելի գործընկերներ եւ սիրելի քաղաքացիներ, հենց քարոզարշավի օրերին էր, որ ազգային ժողովի նախագահ պարոն Սիմոնյանի, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Տիկին Ջուլհակյանի, Տիկին Ալխազ Ղազարյանի հետ որոշեցինք, որ այս նախագիծը պիտի բերենք եւ խստացնենք սրանով ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու, ընտրակաշառք տալ կամ ստանալու համար միջնորդելու համար նախատեսված պատիժներ։ Տվյալ նախագծով, սիրելի գործընկերներ եւ սիրելի քաղաքացիներ, նախատեսվում է, որ ընտրակաշառատու սրիկաները ավելի երկար կմնան բանտում, որ ընտրակաշառք վերցրած քաղաքացիներ ավելի երկար կմնան բանտում, ընտրակաշառքի համար միջնորդած քաղաքացիները ավելի երկար կմնան բանտում։ Սրան զուգահեռ մենք նաև նախատեսում ենք հատուկ կարգավորումներ, որ ընտրակաշառք բաժանած բոլոր սրիկաները շատ երկար ժամանակ չկարողանան զբաղեցնել պետական, համայնքային, ծառայողական պաշտոններ, հանրային պաշտոններ, ավելի մանրամասն կառավարության ներկայացուցիչը կարծում եմ կներկայացնի, որովհետև այս մասով որոշակի քննարկում կար երեք հանձնաժողովի նիստում։ Մի խոսքով, սիրելի քաղաքացիներ, ինչի մասին է օրենքի նախագիծը։ Օրենքի նախագիծը նրա մասին է, որ ընտրակաշառատու սրիկաները պիտի պատժվեն եւ ընտրակաշառատու սրիկաները պատժվելու են։